10 նախազգուշացնող նշան, որ շտապ հարկավոր է դիմել գինեկոլոգի օգնությանը։ Օգտվում եմ 168-ից։ Խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում 6 ամսվա ընթացքում մեկ անգամ այցելել գինեկոլոգի։ Good House Rui հաղորդմամբ այս 10 ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկական օգնության։ Արյունահոսություն, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ։ Այս խնդիրը կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ, այդ թվում հորմոնալ խանգարումների։ Դիմեք մասնագետի։ Ցավ սեռական հարաբերության ընթացքում։ Եթե սեռական հարաբերության ընթացքում ցավ եք զգում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել սնկային վարակով, ֆիբրոմայով, փոքր կոնքի օրգանների բորբոքային, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով։ Դաշտանային ցիկլի փոփոխություններ։ Դաշտանային ցիկլի խանգարումները կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով, այդ թվում հղիություն եւ կրծքով կերակրում, մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ, բորբոքային հիվանդություններ, արգանդի միոմա։ Բոլոր դեպքերում հարկավոր է բժշկական օգնության դիմել։ Երկարատև առատ դաշտանային ցիկլ։ Եթե արյունահոսությունը մի շաբաթից երկար է տևում եւ շատ առատ է, հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ։ Ծանր նախադաշտանային համախտանիշ։ Սերոտոնինի մակարդակի տատանումները կարող են դեպրեսիայի, հոգնածության, ախորժակի մեծացման, քնի փոփոխությունների պատճառ դառնալ։ Եթե նկատում եք, որ դաշտանի նախորդ խորերը շատ ծանր են անցնում, դիմեք մասնագետի օգնությանը։ Որովայնի փքվածություն։ Սա ձվարանների քաղցկեղի ամենատարածված ախտանշաններից մեկն է։ Հարկավոր է շտապ դիմել մասնագետի օգնությանը, եթե որովայնի փքվածությունն ուղեկցվում է անհարմարության զգացմամբ եւ ցավով, իսկ փքվածությունը դաշտանի սկսվելուց հետո չի անցնում։ Քոր միզարձակման ընթացքում։ Սա կարող է վկայել միզասեռական համակարգի վարակների մասին։ Հաճախակի միզարձակման ցանկություն։ Սա կարող է վկայել արգանդի միոմայի, դիաբետի առկայության մասին։ Արտասովոր արտադրություն։ Դաշտանային ցիկլի որոշակի փուլերում նկատվում է արտադրություն, ինչը նորմալ է, սակայն հարկավոր է դիմել մասնագետի, եթե արտադրության գույնն ու հոտը փոխվել են։ Սա կարող է վկայել դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների եւ այլ խնդիրների մասին։ Ցավ որովայնում։ Պարբերական եւ երկարատև ցավը մասնագետի դիմելու առիթ է։ Խնդիրը կարող է պայմանավորված լինել էնդոմետրիոզով, որի դեպքում հարկավոր է դիմել մասնագիտական օգնության։